Եթե մեռնել, թող որ մեռնեմ հուր կայծակից, մի անգամից, մի վայրկյանում, հանկարծակի, այնքան արդար խղճից ձայնին միշտ ունկնդիր, որ համաձայն բիբլիական հին լեգենդի հանգիստ անցնեմ եւ ասեղի նեղլիկ ծակից։ Անլռելի զանգակատուն մարդ հափի մեջ Եղիցի Լուիս Զայաթնովա։ Նրա ստեղծագործությունները հեղափոխական դարձան հայ պոեզիայի մեջ, առանձնանալով փիլիսոփայական խորությամբ, ազգային ցավի ու սիրո անկեղծ վերլուծությամբ։ Պարույր Ղազարյանը, հենց ինքը Պարույր Սևակը, ծնվել է 1924-ին Արարատի Ջանախչի գյուղում, որն այժմ զանգակատուն է կոչվում։ Նա համարվում է 20-րդ դարի հայ խոշորագույն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ եւ հասարակական գործիչ։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն ավելի ուշ նա դարձավ ընտանիքի միակ երեխան, քանի որ առաջնեկը փոքր տարիքում մահացավ։ Գրել ու կարդալ նա սկսել է 5 տարեկանից, նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս, նրա հաճախումները օրինական չէին համարվում։ Դպրոցն ավարտում է 1940-ին, նրա առաջին բանաստեղծությունները տպագրվում են Սովետական գրականություն ամսագրում իր իսկ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ եւ դասախոսում է կյանքի հետագա 4 տարիների ընթացքում։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թվականները աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Հետաքրքիր փաստ՝ Սևակ գրական կեղծանունն ընտրվել է երիտասարդ տարիներին եւ հետագայում հենց այդ անունով է նա ճանաչվել ողջ աշխարհում։ Պաշտոնական բազմաթիվ փաստաթղթերում Սևակի ծննդյան օրը նշված է հունվարի 26-ը, սակայն նա իր վերջին ձեռագրերից մեկում հունվարի 24-ի կողքին գրել է «Ծննդյանս օրը»։ Այդ պատճառով շատ հետազոտողներ հունվարի 24-ն են համարում իրական ծննդյան օրը։ Սևակը նաև ֆիլմերի սցենարիստ է եղել։ Քչերը գիտեն, որ նա գրել է Մեսրոպ Մաշտոց եւ Սայաթնովա փաստագրական ֆիլմերի սցենարները։ Արութի, ո՞ւրցիս։ Այսօրվանից դու ոչ թե սովորական աշուղիս, այլ Սայաթնովա, երկի արքա։ Նա հայերեն է թարգմանել բազմաթիվ համաշխարհային հեղինակների գործեր, այդ թվում Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկիի ստեղծագործություններից։ Նրա անունը տվել է զինվորական հիշողություն ունեցող կնքահայրը։ Նորածին Պարույրի կնքահայրը նրան անվանել է Պարույր՝ ի պատիվ մի սպայի, որի զինվորն է եղել երիտասարդ տարիներին։ 1971 թվականի հունիսի 17-ին Սևակը զոհվել է ավտովթարից։ Չնայած պաշտոնապես մահվան պատճառ է համարվում ճանապարհատրանսպորտային պատահարը, սակայն տարիներ շարունակ տարբեր վարկածներ են շրջանառվել նրա մահվան հանգամանքների վերաբերյալ։ Անվիճելի փաստը այն է, որ նա մահացավ ընդամենը 47 տարեկան հասակում, թաղված է հայրենի գյուղում։